Ուր է պաշտպանության նախարարը ընդդիմադիր պատգամավորի հարցը ընդհատում է Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի օրակարգի հաստատումը։ Պապիկյանը վատառողջ է, այդ պատճառով են տեղակալները նիստին եկել քննարկելու իշխանական Հայկ Սարգսյանի աղմկահարույց առաջարկը, որ փողով բանակից ազատվելու անունն է ստացել։ Պատգամավորն էլ սկսեց նախագիծը ներկայացնել, թե չէ Պաշտպանության փոխնախարարն ընդհատեց, այսինչ թվեր եք գրատախտակին գրում, նիստը չբացված փակման եզրին հայտնվեց։ Պարոն Սարգսյան, ասեք, թվերի հետ կապված հրապարակումը։ Սա ստույգ թվեր չի։ Սա Չէ, նույնիսկ ոչ ստույգը, իր մեջ շրամը, եթե դուք առաքությունը նիստը փակել Չէ, չէ, ստույգ թվեր չի լինելու։ Սա արհեստական բանականությունից հանված բոլորին հասանելի թվեր է, որոնք ես ներկայացրել եմ։ Ու այստեղ հարց նիստը նախագահողից արհեստական բանականության թվերով ենք եզրակացնելու որոշում ընդունելու։ Չէ, ես տոկոսային թվեր ասել եմ, որոնք որ կա իրականում, բայց մոտակված թվեր եմ ասել, որպեսզի պատկերացում կազմել հնարավոր լինի։ Արհեստական բանականությունը Սարգսյանին այս տվյալներն է փոխանցել, զորակոչից բանակ 31.4%-ն է հասնում, գերակշիռ մեծամասնության 69%-ի հետ է խնդիրը։ Ճնշող մեծամասնությունը վատառողջ է, զինծառայության համար ոչ պիտանի, մի մասը քաղաքացիությունից է հրաժարվում, մյուսները ուղղակի խուսափում։ Բոլոր դեպքերի համար իշխանական պատգամավորն առաջարկ ունի։ Պայմանական տեսողությունդ -6 է, բայց ակնոց լինզան խնդիրը լուծում է, ուրեմն անհամատեղելի չես ծառայության համար, իսկ եթե քաղաքացիությունից որոշես հրաժարվել, թանկ կնստի 15 միլիոն դրամ։ Հայկ Սարգսյանը նախքան հարցերին անցնելը տվեց իր սահմանումը կանխելով հնարավոր հարցը։ Արդյոք այսպես պարտադիր զինծառայության անցնողների թիվն ընդհանրապես չի նվազի։ Որևէ կերպ խուսափում են առողջական թղթերով կամ ուղղակի լքում են երկիրը կամ հրաժարվում են քաղաքացիությունից, նրանց 10%-ը կօգտվեն օրենքից եւ մենք ունենանք շուրջ այս մասով ունենանք այս թվի մոտավորապես 10%-ի չափով չխուսափած քաղաքացիներ, 2000 քաղաքացի կօգտվի օրենքից, որի արդյունքում մենք ունենանք պլյուս 2000 արտաժամկետ ծառայող եւ պայծառազորային, պլյուս 4000 պայմանագրային։ Կառավարության կարծիքը նախագծի մասին դրական է, բայց քննարկումները կարծում կշարունակվեն, թե սահմանադրականության մյուս հարցեր։ Ընդդիմությունից առաջինը Գեղամ Մանուկյանն է արձագանքում, լիքը թվեր է լսել առայժմ, մեկ հստակեցում է ուզում։ Մեկ է լսեցի, բայց ծառայությունը 1.5 տարի է դառնում։ Մեկ է լսեցի շարքայինը ուսումնական զորամասից հետո 100,000 է ստանում։ Մեկ է լսեցի, որ 1.200,000 ծառայությունն ավարտելուց հետո է ստանում, որը չկա, ոչ մի բան չկա։ Փոխնախարարներ են նստած։ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ծառայությունը դարձնել 1.5 տարի։ Ընդդիմադիր պատգամավորի այս հարցին ուղիղ պատասխան չհնչեց, դիրքորոշումը հստակեցրեց իշխանական Քոչարյանը։ Այս լրջագույն փաթեթը հանրային այսպես բանի, քանի մարդ է աշխատել այս փաթեթի վրա։ Պարոն Սարգսյանն ինձ ասեց, որ մենակ ինքն է։ Ես կարծում եմ, որ սա գլխավոր շտաբի իսկի վրով հարց չի։ Գլխավոր շտաբը դիսրա վրա տարիներ շարունակ որպես քաղաքականություն մշակող մարմին պաշտպանության նախարարությամբ պետք է ներկայացնել։ Թեժ մթնոլորտում ու ավելի քան 3 ժամ քննարկված նախագծին Պաշտպանական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց։ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը կարճ։ 5 կողմ 4 դեմ 1 ձեռնպա։ Նախագիծը չի անցել։ Հարցը կքննարկենք լիագումար նիստերի դաշտում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։